Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Աննի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո։ Նախագահ Վագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման անդրադարձը կատարվել տարբեր ոլորտային ծրագրերի եւ նախաձեռնությունների, որոնք իրականացվում են ԵՄ աջակցությամբ։ Մտքեր են փոխանակվել էներգետիկայի, կրթության, տնտեսական զարգացման եւ մի շարք այլ ոլորտներում արկա գործակցության ներուժի ու դրա իրացման հնարավորությունների վերաբերյալ։ Մարագոսը ներկայացրել է նաեւ վիզաների ազատականացման գործընթացում արկա դրական տեղաշարժերը եւ կարեւորել երկկողմ հետեւողական աշխատանքն այս ուղղությամբ։ Մտքեր են փոխանակվել նաև ԵՄ Հայաստան նոր գործընկերության օրակարգի ընթացքի վերաբերյալ։ Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքները խախտելու համար Ադրբեջանը այդպես էլ չի պատժվել։ Այս մասին ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։ Բացի դրանից զեկույցում նաև ասվում է, որ վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում կատարված խախտումների համար անպատժելիությունը առաջվա պես շարունակվում է։ Հունվարի 24-ին կասեցնելով Ադրբեջանի լիազորությունները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը վերահաստատեց իր մտահոգությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումը լուրջ մարդասիրական եւ մարդու իրավունքների հետևանքները չճանաչելու վերաբերյալ։ ԵԽԽՎ-ն միաժամանակ դատապարտել էր Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին իրականացված ռազմական գործողությունը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 մարդուց կազմված ամբողջ էթնիկ հայ բնակչությունը տեղահանվեց Հայաստան։ Նրանց անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը անտեսվել է, նշված է զեկույցում։ Իսկ Միացյալ Նահանգների կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ քննարկմանը փաստաբան Ջարեդ Գենսերն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի 2023 թվականի իրադարձություններին, դրանք որակելով էթնիկ զտում։ Նա նշել է, որ դրանից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայկական հետքը եւ քրիստոնեական ներկայությունը վերացնելու համար։ Գենսերը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը աշխարհում քրիստոնյաներին, այդ թվում հայերին, աջակցելու վերաբերյալ, հավելել, որ պետք է քայլեր ձեռնարկվեն ցույց տալու, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե Ադրբեջանը քայլեր չձեռնարկվի, պահվող հայերին ազատ արձակելու ուղղությամբ։ Իդեպ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհյուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Անդրծովյան տարածքների հարցերով պետական նախարար Սթիվեն Դաութի հետ։ Անդրադարձել նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ կրկին խոսել Հայաստանի սահմանադրությունում եւ այլ օրենսդրական ակտերում արկա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, նշելով, թե դրանից հրաժարումը բացառիկ նշանակություն ունի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու տեսանկյունից։ Անդրադառնանք այլ թեմաների 2025 թվականի մարտին գրանցվել է 782,100 աշխատատեղ, որը նախորդ տարվա մարտի համեմատ ավելի է 41,000-ով։ Այս մասին կառավարության նիստին ասել է Փաշինյանը, նկատելով, որ աշխատատեղերի բացարձակ ռեկորդն արձանագրվել է 23 թվականի նոյեմբերին։ Վարչապետը չի բացառել, որ այս գործում որոշակի դեր է ունեցել համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Նիստում քննարկված եւ ընդունված մյուս կարևոր որոշումների մասին ներկայացվող տեսանյութում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգացողություն ունի, որ հյուսիս-հարավի հետ կապված պլաններն արդեն 70-ից 80%-ով առարկայանում են, եւ շանս կա, որ գործընթացը վերջնական իրագործման փուլ կմտնի։ Կառավարությունը հավանություն տվեց Միջազգային բանկի հետ նոր վարկային համաձայնագրին։ Հայաստանը 236 միլիոն եվրոյի նոր վարկ կստանա Ասիական զարգացման բանկից։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի խոսքով ֆինանսավորումը կուղղվի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կիլոմետրանոց հատվածի հյուսիսային ենթահատվածի կառուցմանը, որի ընդհանուր արժեքը կազմում է 335 միլիոն եվրո։ Մեզ համար առանցքային կարևորություն ունեցող հյուսիս-հարավ ճանապարհահատվածի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կիլոմետրանոց հատվածը մենք բաժանել ենք 3 ենթահատվածների՝ հյուսիսային ենթահատված, Բարգուշատի թունելի ենթահատված եւ հարավային ենթահատված։ Այս համաձայնագիրը վերաբերվում է հյուսիսային ենթահատվածին, որի ընդհանուր արժեքը 335 միլիոն եվրո է եւ որից 236-ը ուրեմն համաֆինանսավորելու է Ասիական զարգացման բանկի հետ հենց այս համաձայնագրի շրջանակներում։ Մենք նախատեսում ենք այստեղ կառուցել 27.1 կիլոմետր երկարությամբ ճանապարհ, որտեղ կան մի քանի
թունելներ եւ նաեւ բազմաթիվ կամուրջներ։ Ճանապարհը կունենա 11 մետր լայնություն եւ 3 երթևեկելի գոտի։ Շինարարության ավարտից հետո այս հատվածում երթևեկության արագությունը կավելանա ներկայիս 50 կմ/ժ-ից մինչև 100 կմ/ժ, ինչը ըստ նախարարի 1.5-ից 2 ժամով կկրճատի երթևեկության ժամանակը։ Ծրագրի ավարտը նախատեսված է 2033 թվականի նոյեմբերին։ Քննարկվեց նաեւ Հայաստանի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 միլիարդ 682 միլիոն դրամով համաֆինանսավորելու նախագիծը, որով նախատեսվում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն ծրագրերը, որոնք նախատեսվում է համաֆինանսավորել։ Արարատի մարզի 6 համայնքի խոշորացված նոր ուղիի բնակավայրի նախադպրոցական հաստատության կառուցում, այս պահին կատարված են աշխատանքների 45%-ը, մանկապարտեզ նախատեսված է 90 սաղնի համար։ Արարատ համայնքի Արարատ բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցման երկրորդ փուլը կատարված է աշխատանքների 95%-ը, կառուցվել է 2 կիլոմետր երկարությամբ ջրահեռացման համակարգ։ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 Արևիկ մանկապարտեզի հիմնանորոգում եւ նոր մասնաշենքի կառուցում։ Կատարված է աշխատանքների 40%-ը, իրականացվում է մանկապարտեզի առկա շենքի հիմնանորոգում եւ նոր մասնաշենքի կառուցում 300 սաների համար։ Շարքը կարելի է շարունակել, կկառուցվի Արաքս համայնքի Արաքս եւ Մեծամոր բնակավայրերը սնուցող 17 կիլոմետր երկարությամբ գազատարը, որը նախատեսված է 580 տնտեսության համար։ Նաեւ Ծաղկաձորում 2.4 կիլոմետր երկարությամբ լուսավորության համակարգի արդիականացման համար, որի աշխատանքներն ավարտված են։ Գործադիրի նիստում վարչապետն անդրադարձավ նաեւ չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված որոշման նախագծին, որն առնչվում է Օմանի սուլթանությունում դեսպանատուն բացելու համար պահոստային ֆոնդից ԱԳՆ-ին շուրջ 52 միլիոն դրամի հատկացմանը։ Ըստ Փաշինյանի դեսպանատան բացումը կարևոր է Հայաստանի արտաքին քաղաքականության ակտիվացման տեսանկյունից։ Կարծում եմ, սա եւս կարևոր է մեր արտաքին քաղաքականության ակտիվացման տեսակետից եւ մեր դեսպանատների ցանցը աշխարհում ընդլայնվում է, ինչը կարևոր է մեր բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության գիրառման տեսակետից։ Այս համատեքստում արտգործնախարար Արարատ Միրզոյանը նկատեց Հայաստանի եւ Օմանի հարաբերություններում եւ քաղաքական երկխոսության եւ տնտեսական հարաբերությունների խորացման հսկայական պոտենցիալ կա։ Մենք շատ լավ փոխըմբռնում ունենք մեր գործընկերների հետ այնտեղ բազմաթիվ հարցերի շուրջ եւ նաեւ տեսնում ենք թե ներուժը ինչպես կարող ենք իրացնել։ Մի օրինակ կարող եմ բերել, օրինակ Օմանը այժմ իր ծովային եւ այլ ենթակառուցվածքներն է զարգացնում եւ մենք Օմանի ծովային տարածքը, օդային տարածքը, ցամաքային տարածքը կարող ենք փոխկապակցվածության, տրանզիտի եւ այլ առումներով ավելի լավ օգտագործել։ Սա լիովին համընկնում է խաղաղության խաչմերուկի մեր նախաձեռնության հետ եւ մասը ըստ էության։ Նաեւ մի հանգամանք էլ կա, այսպես կողմնակի ազդեցություն։ Ընդհանրապես մենք ծոցի երկրների հետ ենք զարգացնում մեր հարաբերությունները, իսկ Օմանը ծոցի երկրների շարքում բավականին լուրջ դերակատարում ունի եւ նաեւ Հնդկական օվկիանոսի եւ աֆրիկյան մի շարք երկրների հետ Օմանի սուլթանության կապերը հաշվի առնելով մենք հույս ունենք, որ կարող ենք Օմանից մեր հարաբերությունները այդ ուղղություններով եւս զարգացնել։ Միրզոյանը տեղեկացրեց, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում Հայաստանը կունենա նաեւ դեսպանություն Հունգարիայում, Բուդապեշտում։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։ Այսօր Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեսկրտուքից հետո 6 անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնել են ներքին գործերի նախարարությունից, նշելով, որ ձերբակալված անձանց մասով նյութերը ուղարկվել են նախաքննական մարմին։ Ինչպես հայտնի է, այսօր ակտիվիստ Արթուր Չախոյանը գնացել էր Նոր-Նորք վարչական շրջանի աշխատակազմում անցկացվող հանրային քննարկմանը մասնակցելու։ Մինչև քննարկման մեկնարկը վիճաբանություն էր սկսվել թաղապետարանի աշխատակիցների եւ ակտիվիստի միջև։ Վիճաբանությունը վերացվել էր ծեսկրտուքի, որին մասնակցել էր նաև վարչական շրջանի ղեկավարը։
Միջադեպին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Նա սակայն խուսափել է հստակ գնահատական հնչեցնել դատապարտում է արդյոք տեղի ունեցածը կամ պետական պաշտոնյայի դրսևորած նմանօրինակ վարքագիծը թե ոչ։ Մանասյանը պարզապես նշել է, որ Հայաստանում որևէ անձի նկատմամբ բռնություն չպետք է կիրառվի եւ չպետք է արդարացվի, հակառակ պարագայում դա կարող է վերածվել խիստ արտասովոր պրակտիկայի։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես հանրային պաշտոնատար անձանց հետ կապված ամենակարևոր ինստիտուտներից մեկը նրանց էթիկայի եւ բարեվարկության գնահատման ինստիտուտն է, որը միանշանակ չեմ ասի, որ Հայաստանում գոյություն չունի, միանշանակ կան առանձին մարմիններ, որոնք զբաղվում են այս հարցերով, ըստ էության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չէ այն մարմինը, որը զբաղվում է պաշտոնատար անձանց էթիկայի հետ կապված հարցերով, բայց նաեւ համարում եմ, որ այս ինստիտուտը Հայաստանում բավարար չափով կայացած չէ եւ հատկապես այն պաշտոնատար անձանց հետ կապված, որոնց առնչությամբ չկան պատշաճ էթիկայի գնահատման ինստիտուտներ, դրանք պետք է կատարելագործվեն, բայց նաև կարծում եմ, որ յուրաքանչյուր նման դեպքով, այո, պետք է էթիկայի հարցը գնահատման առարկա դառնա։ Իսկ առողջապահության նախարարությունը քննարկում է շտապօգնության մեքենաների վրա տեսախցիկներ տեղադրելու հարցը, այդ մասին կառավարության նիստից հետո հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կարծիք հայտնելով, որ սա կարող է կանխարգելիչ մեխանիզմ դառնալ շտապօգնության բրիգադների աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերը բացառելու համար։ Նախարարը օրերս ահազանգել էր, որ մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել հանրապետական շտապօգնության ծառայության աշտարակի բրիգադը կանչի վայրում է եղել, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա տուժել է շտապօգնության վարորդը, հարուցվել է քրեական գործ։ Ավելի վաղ եւս արձանագրվել են շտապօգնության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու ահազանգեր։ Ավանեսյանը շեշտել է, որ հետևողական են լինելու, որպեսզի հարուցված քրեական գործերի շրջանակում մեղավոր անձին հավուր պատշաճի պատասխանատվության ենթարկվեն։ Կարծում ենք այս սիստեմատիկ դեպքերի հետ կապված առանձին քրեական գործերից բացի մենք հետևողական գնում ենք, որպեսզի քրեական գործերի հարուցման ուրեմն շրջանակներում այդ անձին հավուր պատշաճի նաև պատասխանատվություն կրեն, բայց կարծում ենք, որ շտապօգնության մեքենաների կահավորման հետ կապված եւս պետք է փոփոխություններ անենք։ Նախ նշեմ, որ արդեն իսկ քննարկում ենք շտապօգնության մեքենաների վրա ուրեմն տեսախցիկների տեղակայման հարցը, որպեսզի թե չզիջման, թե նաև ուրեմն այլ հարցերի հետ կապված ավելի ընդհանրական պատկեր ունենանք։ Բացի դրանից պիտի մասնագիտական հանրության հետ քննարկենք նաև անձնակազմի ինքնապաշտպանական միջոցների հետ կապված, ինչպիսի միջազգային փորձ կա, ինչ միջոցներ կան, որ մենք կարող ենք դրանք եւս տրամադրել, որովհետեւ մեր կարծիքով շտապօգնության բրիգադը անկախ նրանից պացիենտը գոհ է այդ ուրեմն բրիգադի աշխատանքից թե ոչ, գոհ լինել կամ չլինելը այլ ձևաչափով, այլ տեղում պետք է արտահայտվի եւ բացառվի որևէ մեկի նկատմամբ բռնության կիրառումը։ Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը մերժել է ՓՄԾ համագործակցության ասոցիացիայի հասարակական կազմակերպության ներկայացրած առաջարկը հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ։ Կազմակերպության ներկայացուցիչները առաջարկում են վերացնել փոքր բիզնեսի համար հունվարի 1-ից սահմանված վատթարացնող հարկային փոփոխությունները, նաև չընդունել հաշվապահական եւ իրավաբանական ծառայությունների մասով հարկային բեռ ավելացնող դրույթները, հիմնավորելով տնտեսվարողների համար առանցայնել հարկային եւ սոցիալական ստեղծված ծանր իրավիճակը, որի հետևանքով բազմաթիվ փոքր ու միջին ձեռնարկություններ այժմ կանգնած են փակման շեմին։ Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու հանձնաժողովի մյուս անդամները սակայն քննարկման ժամանակ մերժել են ընդունել սույն առաջարկը, նշելով, թե անիրատեսական է չեղարկել մի կարգավորում, որը ուժի մեջ է մտել ընդամենը ամիսներ առաջ։ Թունյանը համոզմունք է հայտնել, որ այդ փոփոխություններով կառավարությունը նպատակ է հետապնդել հավասար մրցակցային պայմաններ ապահովել բոլոր տնտեսվարողների դեպքում։ Շարունակում ենք թողարկումը Երևանում տեղի ունեցել մեդիա ոլորտի զարգացման մարտահրավերները եւ դրանց դիմակայելու հնարավորությունները խորագրով ֆորում, որի ընթացքում փորձագետները բարձրաձայնել են մեդիայի իրավական, էթիկական եւ մասնագիտական խնդիրները։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնելով ոլորտի խնդիրները նկատում է, ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումները, դատական հայցերը, հավելելով օրենսդրական կարգավորումների, նաեւ գործակցության միջոցով է հնարավոր ձևավորել ազատ ու պատասխանատու մեդիա միջավայր։
Այսօր լրատվամիջոցները կանգնած են փոխակերպման եզրին։ Երևանում կազմակերպված մեդիա ոլորտի զարգացման մարտահրավերները եւ դրանց դիմակայելու հնարավորությունները խորագրով ֆորումի ժամանակ ոլորտի առաջատար մասնագետները բարձրաձայնում էին մեդիայի երբեմն չերևացող, բայց խորքային խնդիրների մասին։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հայտնել է, որ այս տարվա առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ ճնշումների եւ ֆիզիկական բռնության դեպքերն ավելացել են։ Չնայած կարծիքներ կան, որ խոսքի ազատությունը մեդիադաշտում բերել է ամենաթողության եւ տարբեր լրատվամիջոցներ ու հասարակական դեմքեր, օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած բոլոր լծակները, հաճախ անցնում են բոլոր սահմաններն ու զրպարտություն, վիրավորանք պարունակող կոնտենտ հրապարակում մեդիահարթակում։ Մելիքյանը նշել է. Խոսքի ազատության դեմ խոսացողները աշխատում են թացտ ու չորը խառնել, ասել բա խոսքի ազատությունը էս չի, իր այս բոլոր դրսևորումներով վիրավորանք, զրպարտություն, ապատեղեկատվություն եւ այլն, բայց խոսքի ազատությունը հենց ենթադրում է պատասխանատու խոսք եւ մտքերի ազատ արտահայտումը ամենևին էլ պարտադիր չէ, որ հայհոյախոսությամբ լինի եւ այլն եւ այլն։ Կառավարությունը մեդիա ընկերությունների հետ համատեղ երկար ժամանակ է աշխատում են ոլորտի օրենսդրական դաշտը բարելավելու ուղղությամբ։ Նոր օրենսդրական կարգավորումներ մշակելու ընթացքում լինում են դեպքեր, երբ եւ կառավարության եւ մեդիա ներկայացուցիչների միջև գաղափարական հակադրություն է լինում։ Մելիքյանը մանրամասնում է. Կան հարցեր, թե որն է լրատվամիջոց, ինչը համարենք լրատվամիջոց տեխնոլոգիաների զարգացման այսօրվա պարագայում եւ ում ոչ, ով է լրագրող, ով ոչ եւ այլն եւ այլն, այսինքն հասկացություններ, որոնք իսկապես քննարկման եւ ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտություն ունեն եւ փաստորեն դրա շուրջ իհարկե կան տարբեր կարծիքներ, դեռ քննարկման փուլում է, ես կարծում եմ, որ այսպես թե այնպես մենք գտնենք օպտիմալ տարբերակները։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ծրագրի իրավաբան Դավիթ Ասատրյանն էլ խոսել է ընդդեմ լրագրողների եւ լրատվամիջոցների դատական հայցերից։ Թվերը ուսումնասիրելով տեսնում ենք, որ արդեն իսկ գործերի քանակը անցել է 2024 թվականին 40-ը, որոնք հարուցվել են 2024 թվականին, եւ այդ դատական գործերի քանակությունը ավելացել է 2022 թվականից, 22 թվականից 23 եւ 24, անընդհատ բարձրացում է տեղի ունեցել դատական գործերի քանակին, բայց դա շատ մեծ բարձրացում չէ, ընդամենը 10-ով է բարձրացվել ամբողջությամբ։ Հետևաբար միտում, որ դատական գործերում մեծ քանակության դատական գործեր են հարուցվել, չեն կարող ասել։ Ըստ նրա դատական գործերի քանակն առաջին հերթին պայմանավորված է արտադատական մեխանիզմների բացակայությամբ։ Երկրորդը խոսում է նրա մասին, որ արկա է լրագրողների եւ լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերում վեճ այն անձանց նկատմամբ, ովքեր այդ հոդվածների կամ նյութերի հասցեատերն են, եւ այդ դատական գործերի նաեւ արկայությունը խոսում է, որ դեռևս չի կայացել այնպիսի մի մշակույթ, որտեղ անձինք, ովքեր իրավունքը խախտված անձի եւ ենթադրյալ իրավունքը խախտող անձի միջև կարող են արտադատական կարգով, թեկուզ եւ առանց որևէ մարմնի միջնորդի կարողանան իրենք երկուսով իրենց խնդիրները լուծել։ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրել է լրատվամիջոցների արդի խնդիրները։ Ըստ նրա, հիմնական խնդիրը կարծում եմ ավելի ընդհանուր է, քան առանձին լրագրողի, առանձին լրատվամիջոցների դժվարությունները, եւ այդ խնդիրը կայանում է նրանում, որ մեզ մոտ շատ են նախաձեռնությունները մեդիա ոլորտում եւ օրենսդրական եւ քաղաքականության մշակման առումով, որոնք ասենք մեկ գերատեսչություն կամ մեկ պատգամավոր կարող է առաջ քաշել առանց նախապես քննարկելու հետաքրված այլ մարդկանց հետ եւ ստացվում է, որ սովորաբար դրդապատճառը լինում է ինչ-որ նեղ փոքր մասնավոր խնդրի լուծում, բայց դա բերում է իրավիճակային լուծումների։ Նա նաեւ անդրադարձել է խոսքի ազատությանը եւ նշել, որ այստեղ եւս կան մարտահրավերներ, սակայն Հայաստանում ես կարծում եմ հենց անկախության առաջին տարիներից խոսքի ազատությունը որպես արժեք գոնե տեսական մակարդակով ընդունվել է եւ քաղաքական վերնախավի կողմից եւ հասարակության կողմից։ Եղել են իհարկե փուլեր, երբ կապված քաղաքական նեղ շահերից
իշխանությունները դիմել են սահմանափակումների, ճնշումների լրագրողների նկատմամբ, բայց ընդհանրապես ասել, որ Հայաստանում խոսքի ազատությունը եւ լրագրողների իրավունքները մշտապես գտնվել են ճնշման տակ եւ հարձակումների ներքո, սխալ կլինի։ Մեդիա ոլորտի մարտահրավերները չեն սահմանափակվում միայն տեխնիկական կամ իրավական խնդիրներով, դրանք կապված են նաև հանրային վստահության, մասնագիտական պատասխանատվության եւ փոխադարձ հարգանքի մշակույթի հետ։ Անկախ իրավիճակից լրագրողի աշխատանքը մնում է հասարակության տեղեկացվածության հիմքում, իսկ դրա պաշտպանությունը ժողովրդավարական գործընթացի կարևոր տարր։ Լուծումները պետք է կառուցվեն երկխոսության, գործակցության եւ մասնագիտական չափանիշների պահպանման շուրջ։ Միայն այդպես հնարավոր կլինի ստեղծել կայուն, վստահելի եւ ազատ մեդիա միջավայր։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Անցնենք միջազգային նորություններին, պակիստանցի զինվորականները գիշերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը Հնդկաստանի հետ միջազգային սահմանին։ Հնդկաստանի վարչապետ Մոդին հայտարարել է, թե լիակատար ազատություն է տվել զինված ուժերին որոշելու Պակիստանին պատասխանելու եղանակը եւ ժամկետները։ Իսկ Պակիստանի տեղեկատվության նախարարը հայտարարել է, թե իրենց հետախուզության տվյալներով Հնդկաստանը պատրաստվում է ռազմական օպերացիա սկսել առաջիկա 36 ժամվա ընթացքում։ Իդեպ Պակիստանի հետ հակամարտության սրման պատճառով Հնդկաստանի վարչապետը չեղարկել է մայիսի 9-ի իր այցը Մոսկվա։ Մյուս նորությունները տեսաշարով։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Միչիգանի նահանգում ունեցած ելույթում հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջին 100 օրը եղել է երկրի պատմության մեջ ամենահաջողվածը։ Նա իր խիստ միգրացիոն քաղաքականությունը ներկայացրել է որպես գլխավոր ձեռքբերումներից մեկը եւ նախընտրական խոստումների կատարում։ Թրամփը կրկին կոշտ քննադատության է ենթարկել դեմոկրատներին եւ նախորդ վարչակազմը։ Նա նշել է իր ընդունած որոշումները, ընդգծելով, որ կառավարությունից հեռացնում է խելագարությունն ու տրանսգենդերային գաղափարախոսությունը։ Այս խոսքերն ուղեկցվել են բազմության ծափողջություն Թրամփի խոսքով Վաշինգտոնն արդեն ապահովել է Միացյալ Նահանգների սահմանների անվտանգությունը, սակայն դատարանները անդադար խոչընդոտում եւ փորձում են կանխել չափազանց վտանգավոր անձանց արտաքսումը։ Ամենավատերին ուղարկում են Սալվադորի բանտ, նշել է նա։ Թրամփի ելույթը տևել է մոտ 1.5 ժամ, նա գրեթե չի անդրադարձել արտաքին քաղաքականությանը։ Միայն նշել է, որ մտադիր է առևտրային համաձայնագիր կնքել Չինաստանի հետ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախազգուշացրել է, որ եթե Ռուսաստանն ու Ուկրաինան կոնկրետ առաջարկներ չանեն պատերազմը դադարեցնելու համար Միացյալ Նահանգները հետ կկանգնի որպես միջնորդ։ Դեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսն է ներկայացրել Ռուբիոյի խոսքերը ավելի ուշ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ամերիկացի դիվանագետ Ջոն Քելին Ռուսաստանին մեղադրել է շարունակվող արյունահեղության մեջ, հայտարարելով, որ այդ հարվածների հետևանքով մեծաթիվ զոհեր են եղել, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում։ Թբիլիսիի երկաթուղային կայարանի հարակից հրապարակում գտնվող շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ հրդեհի վայր է ժամանել մոտ 10 հրշեջ մեքենա։ Վաճառողներն ակտիվորեն ազատում են շուկայի այն հատվածը, որտեղ բռնկվել է հրդեհը։ Պատճառների մասին դեռևս տեղեկություն չկա։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր օգնությունն է առաջարկել թույլատնելու լարվածությունը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև։ Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի եւ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։ Գուտերեշը դատապարտել է Ջամու եւ Քաշմիրի շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Առնվազն 5 մարդ է մահացել Իսպանիայում էլեկտրոէներգիայի զանգվածային անջատման հետևանքով։ Նախորդին Իսպանիայի գրեթե ամբողջ տարածքում էլեկտրոէներգիայի մեծ անջատում է տեղի ունեցել։ Անջատումից տուժել են նաև Պորտուգալիան, Ֆրանսիան եւ Անդորան։ Անջատման պատճառով ամբողջ երկաթուղային տրանսպորտը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը։ Դա ազդել է նաև հասարակական տրանսպորտի վրա, սուպերմարկետներում առաջացել են հսկայական հերթեր, հոսանքազրկման պատճառները հետաքննվում են։ Իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։